պարոն Մխիթարյանին չի արել, որ ձերբակալել են, եւ պարոն Մխիթարյան, դուք բերման ենթարկվելու պահին ինչ-որ բան եք պատմում, որ կիսատ մնաց, հիմա կարող է ամբողջացնեք, 7 հոգով էինք հաշվում, ինչ էր կատարվում, ինչ եք տեսել եւ արձանագրել այդ պահին։ Նախ առաջինը ես ձեր հարցին պատասխանեմ, տեսեք, այդ ցուցմունք տված, դուք որ հստակ ինձ հարցնեք, որ ոստիկանը, քանի որ ես քիչ առաջ նշեցի, որ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել, եւ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանին, երբ որ հարցաքննում են այդ տուժողին, չի կարողանում նկարագրի Ռուբեն Մխիթարյանին։ Այդքան չի տիրապետում գործի տվյալներին, բայց արձանագրվել է, որ իբրև թե ինքն է այդ ձերբակալման արձանագրությունը կազմել ու ամեն ինչից տեղյակ է, ինչը որ չի համապատասխանում իրականությանը, ինչին նաև մենք անդրադառնալու ենք։ Այդ տեսագրությունը մեջ կիսատ պահ է մնում, տեսեք, այն պահից սկսած, երբ որ ինձ արդեն երկու ոստիկաններ փորձում էին ուղեկցել դեպի ոստիկանական մեքենան, գնալու ճանապարհին ես նաև այդ պահին տեսա, որ իմ մոտ իհարկե անհասկանալի շոկ էր, որովհետև իմ հարցազրույցներից բազում անգամ նշել են, որ ամեն առավոտյան արտանալիս մեզ թվում է, թե այդտեղ չունենք ավելի ներքև իջնելու, սակայն այդ պահին հասկացա, որ մի աստիճան ևս մեկ անգամ իջանք, որովհետև առնվազն անհասկանալի, երբ որ փաստաբանը իր գործունեությունն է անում ու պարիպուն իմաստով որևիցե ոչ իրավաչափ գործողություն չի անում, ինչ հիմքով ու ինչ իմաստ կա ձերբակալելու կամ առնվազն բերման ենթարկելու, ճանապարհին ես նաև տեսա այդ կադրերը նույնպես սոցկայքերում կար, երբ որ գետնին քաղաքացիական հագուստով անձ էր, այսինքն ոստիկան չէր, ու վերջինիս շուրջ այդ պահին ֆիքսեցի, որ բավականին մեծ թիվ ոստիկաններ կան ու առնվազն անհասկանալի էր, թե ինչ էին անում քաղաքացին գետնին ընկած, 7-8 ոստիկաններով շրջապատել են ու ասում է, որ նաև լրագրողին ասացի, որ ավելի շատ աղմուկ է այդ մասով բարձրացեցի, որ նաև այդ մասը լուսաբանվի ու կադրերում երեք նաև Facebook-ով ես տեսա, որ այդ մասը երևում է ու տպավորություն էր, որ 7 հոգով առնվազն անհասկանալի պայմաններում փորձում էին բերման ենթարկել։